Քաղաքացիական պայմանների ստանալուց մեկնաբանենք առաքելության շատ լավ ընտրություն է։ Իմ կոմիսիայի ժողովրդի անմիջ շնորհավորում եմ ճիշտ ընտրություն անելու համար այս պայմանությամբ։ Խնդրում եմ եկեք զբաղեցեք, ես կշարունակեմ, բայց եկեք զբաղեցեք։ Շնորհավոր, ես իմ կոմիսիայի ժողովրդի կողմից Ստանձնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու անդամի որոշումները, ազնվորի և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը։ Ուժերից անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Երդվում եմ։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի սիսիանցիներ, այսօր հոկտեմբերի 27-ն է, ինչը նշանակում է, որ լրացել է համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի պաշտոնավարման 1 տարին։ 1 տարի, թվում է թե կարճ ժամանակահատված, սակայն Սիսիան համայնքի պատմության ընթացքում նախադեպը չունեցող, ահռելի չափով իրականացված և այժմ էլ ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներ։ Թվում է, թե ինչքան էլ փորձենք ամբողջը ներկայացնել պարոն Առաքելյանի մեկամյա գործունեությունից, բայց եւ այնպես շատ ու շատ կատարված գործեր կմնան ստվերում, քանզի դրանց քանակն անչափելի է, գումարային արժեքը հսկայածավալ։ Վերջին 1 տարվա ընթացքում հետևողական եւ նպատակային աշխատանքի արդյունքում լուծվել են տասնամյակներ շարունակ կուտակված եւ անլուծելի թվացող խնդիրներ։ Նույնիսկ Սիսիանի համար գրված լավագույն հեքիաթում անգամ չէինք կարդա, որ 1 տարվա ընթացքում կախարդական փայտիկի 1 հարվածով համայնքը կարող է վերածվել հսկայական շին հրապարակի։ Չտալով նախընտրական ոչ մի խոստում, համայնքի ղեկավարն իր ամենօրյա անտրտունջ եւ աննահանջ աշխատանքով էապես փոխել է Սիսիան համայնքի դիմագիծը, այն բնակիչների համար դարձնելով նոր, ավելի քաղաքակիրթ միջավայր։ Խոսելով համայնքի ղեկավարի մարդկային որակներից եւ արժեքներից, կարող ենք նկատել, որ նա էությամբ խստապահանջ է, օժտված պատասխանատվության բարձր գիտակցումով, անչափ հայրենասեր է, իսկական նվիրյալ, չունի աշխատանքային հստակ գրաֆիկ, մշտապես աշխատում է ու միշտ շտապում, քանզի նրա համար քիչ է օրվա 24 ժամը։ Հովսեփ Առաքելյանը ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը առաջին իսկ օրվանից Սիսիան համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերում ներգրավել է համայնքում գործունեություն ծավալող բոլոր օղակներին, տարիներ շարունակ եսով շարժվող աշխատելավոճը փոխելով մենքի։ Այս գաղափարախոսությունն էլ դառնում է ամուր հենասյուն համայնքի ղեկավարի հետագա գործունեությունում։ Սիսիան համայնքի համաչափ զարգացումն ապահովելու համար Հովսեփ Առաքելյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից պարբերաբար այցելություններ է կատարել ինչպես Սիսիան քաղաքում, այնպես էլ բոլոր բնակավայրերում, հատ առ հատ արձանագրել բոլոր խնդիրները, որոնք ոլորտային պատասխանատուների օգնությամբ դասակարգել է ըստ հրատապության ու առաջնայնության։ Իհարկե, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ 36 բնակավայր ունեցող Սիսիան համայնքում խնդիրները բավականին շատ են ու բազմաբովանդակ։ Խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումից մինչև փողոցային լուսավորություն, ճանապարհների հիմնանորոգումից մինչև երթուղային տրանսպորտ, վարչական շենքերի, մշակույթի տների վերանորոգումից մինչև խմբասենյակների եւ խաղահրապարակների կառուցում եւ այլն։ Դրանք հերթով կլուծվեն, երբ գործի դրվեն բոլոր ջանքերն ու բոլորիս ջանքերը, միայն թե պետք է ժամանակ, համբերություն եւ միասնականություն, վստահեցնում է պարոն Առաքելյանը։ Իսկ հիմա ձեր դատին կներկայացնենք Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն։ Համայնքի ղեկավարի պաշտոնավարման առաջին իսկ օրերին
Ֆրանսիայի Լիոն քաղաքում Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Ֆրանսիայի Օվերրոն Ալպ ռեգիոնի միջև փոխգործակցության արդյունքում եւ երկու կողմերի նախաձեռնությամբ համագործակցության պայմանագիր է կնքվել ու արդեն հիմնված քույր քաղաքների հարաբերությունները վերհաստատել Սյունիքի մարզի Սիսիան համայնքը եւ Օվերրոն Ալպ նահանգի Մոնտելիմար քաղաքը։ Հովսեփ Արաքելյանի պաշտոնավարման ընթացքում բացվել են Սիսիան համայնքի Սալվարդ, Շենաթաղ, Ծղուկ բնակավայրերի խմբասենյակները, ստեղծելով հարմարավետ ջերմիջավայր բնակավայրերի փոքրիկների համար։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր նախադպրոցական կրթության զարգացման եւ գյուղական բնակավայրերում երեխաների հավասար հնարավորությունների ապահովման գործում։ Համայնքում իրականացվել են գլոբալ ծառահատման աշխատանքներ, հատվել եւ հետվել են անկման մտանք ներկայացնող այն ծառերը, որոնք տարիներ շարունակ խանգարել են երթևեկությանը եւ անհարմարություն են պատճառել բնակիչներին։ Հատված ծառերն ու ճյուղերը որպես վառելափայտ հատկացվել են համայնքի սոցիալապես անապահով 300-ից 350 ընտանիքների։ Ավստրիական զարգացման գործակալության կողմից R2D Սյունիքի վերականգնման դիմակայունության եւ զարգացման ծրագրի շրջանակում իրականացվել է 90 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում Սիսիան քաղաքի Սիսական 41A եւ Սիսիան համայնքի բռնակոտ բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն ՀՀ դրամ։ Կառավարության հատկացրած 248 միլիոն 685 հազար ՀՀ դրամով 2024 թվականին Սիսիան համայնքում հիմնանորոգվել են թվով 8 բազմաբնակարան շենքերի տանիքներ։ Սիսիան համայնքում բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումն ըստ համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանի առաջնային լուծում պահանջող խնդիրներից է։ Այժմ էլ ընթացքի մեջ են թվով 5 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։ Համայնքապետարանի ֆինանսավորմամբ 34 միլիոն 272 հազար ՀՀ դրամով կատարվել է թվով 5 Բուրգ Ոսկանյանի, Աշոտ Նավասարդյանի, Ստեփան Շահումյանի, Սիսիան քաղաքի հայրենական մեծ պատերազմի եւ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատմամշակութային հուշարձանների եւ հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։ Արդյունավետ դարձնելով Սիսիան համայնքի սանիտարական մաքրման աղբահանության, բարեկարգման, հանրային ուղևորափոխադրման աշխատանքները Հովսեփ Արաքելյանի որոշմամբ ստեղծվել է նոր Սիսիան համայնքի տրանսպորտ հոակը։ ՀՀ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ շուրջ 325 միլիոն դրամով մեկ սուբվենցիոն ծրագրի տարբեր ենթաբաղադրիչներով հիմնանորոգվել են Նարդոս փողոցը, Նարդոսից Գարեգին Նժդեհ ճանապարհահատվածը, Խանջյան 1A, 3A, Ազոյան 2, 2A, 4, 6, 8, 10, Որոտան 2A, Շիրվանզադե 2A, Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքերի փողոցները։ ՀՀ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել եւ ընթացքի մեջ են Սիսիան քաղաքի Խանջյան 1, 3, 5, 7, Որոտան 4A, 4B եւ Իսրայել օրի 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգումը, որի ընդհանուր արժեքը կազմում է 160 միլիոն 424 հազար ՀՀ դրամ։ ՀՀ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել են Սիսիան քաղաքի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկ 1, 3, 5, Շահումյան 72, 74 շենքերի բակային փողոցների, Զորավար Անդրանիկ, Որոտնեցի փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Տեղեկացնենք, որ Զորավար Անդրանիկ 1, 3, 5 փողոցների բարեկարգման արդյունքում հնարավոր է եղել նշված ճանապարհահատվածը հատել Իսրայելյան փողոցին, որը էականորեն կրճատել է տեղափոխության ժամանակահատվածը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 464 միլիոն 275 հազար ՀՀ դրամ։ ՀՀ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել են Սիսիան համայնքի 8 բնակավայր տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմում է 116 միլիոն 916 հազար ՀՀ դրամ։ ՀՀ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ կմեկնարկեն Այգեստան, Գետապնյա, Անդրանիկ Մանուկյան, Արցախի, Լալայան,
Գորգի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 521 միլիոն 233 հազար ՀՀ դրամ։ ՀՀ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ կմեկնարկեն Սիսիան քաղաքի Դուրյան 2, Սիսական 9, 11, 13, 15, 19, 46A, Ատոցի 3, Իսրայելյան 39 բակային հատվածների և Շահումյան փողոցի սկզբնամասի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 296 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։ ՀՀ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ 2026 թվականին կմեկնարկեն Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան, Ապովյան, Տերյան, Աղայան, Բակունց, Տիգրան Մեծ և Գայի փողոցների կապիտալ վերանորոգման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները։ Համայնքի ղեկավարի ջանքերով համայնքին է վերադարձվել կինովորոտանի հարակից տարածքը, որը 2026 թվականին կվերածվի գեղեցկագույն երկող շատրվաններով զբոսայգու, որի նախագիծը արդեն իսկ պատրաստ է։ ՀՀ պետական բյուջեից հատկացված շուրջ 1 միլիարդ 340 միլիոն դրամով հիմնանորոգվում է բոլոր ժամանակների ամենախնդրահարույց Աշոտավան, Թասիկ, Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհը, որը կսպասարկի ավելի քան 2000 սիսիանցու։ Կատարելով փաստաթղթային կարգավորումները, շուրջ 1 տարի է գործարկվում է ՀՀ կառավարության կողմից Սիսիան համայնքին տրամադրած աղբատար մեքենան, որն էապես թեթևացրել է Սիսիան համայնքի կոմունալ տնտեսություն ՀՕԱԿ-ի աշխատանքի ծանրաբեռնվածությունը։ Վերջերս նաև աղբահանության և սանմաքրման համար համայնքային միջոցներով գնվել է ևս մեկ աղբատար մեքենա։ Նոյեմբերին նոր տարվան ընդառաջ մեծ թափով մեկնարկել են ամանորյա զարդարանքի աշխատանքները։ Պարոն Առաքելյանի ջանքերով գնվել և Սիսիան քաղաքին նորովի տեսք ու շքեղություն են հաղորդել բազմահազարանոց տոնական լույսերը։ Ամանորյա աշխատանքների շրջանակում Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում տեղադրվել է լուսափայլ ցուցանակը «Իմ սիրտ Սիսիան» վերտառությամբ, որն էլ ավելի է ընդգծել Սիսիան քաղաքի կենտրոնական հրապարակի գեղեցկությունը։ Ամանորի նախաշեմին զարդարանքներ են հատկացվել ինչպես Սիսիան քաղաքի, այնպես էլ բնակավայրերի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ։ Ձյան առատտեղումների ընթացքում համայնքի ղեկավարի հանձնարարականով Սիսիան քաղաքի և Սիսիան համայնքի բոլոր բնակավայրերի ավտոճանապարհները մաքրվել են, մշակվել աղ ու ավազով, ապահովելով անվտանգ երթևեկը։ Փողոցների մայթերի, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներով պայմանավորված համայնքի ղեկավարի հանձնարարականով Սիսիան համայնքի բնակարանային կոմունալ տնտեսություն ՀՕԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակի կանաչապատ տարածքներից գովազդային վահանակների, ծառերի, արմատների և կոճղերի հանման, ինչպես նաև մաքրման և բարեկարգման ծավալուն աշխատանքներ։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով Սիսիան համայնքն իր բոլոր բնակավայրերի վարչական կազմերով, համայնքային նշանակության կազմակերպություններով, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներով, ուժային կառույցների աշխատակազմերով, մարզային ենթակայության կրթական, առողջապահական հիմնարկներով, հասարակական կազմակերպություններով, տնտեսվարողներով ու մասնավոր կառույցներով ակտիվ մասնակցություն են ցուցաբերել համապետական շաբաթօրյակին, որի ընթացքում բոլոր բնակավայրերում և Սիսիան քաղաքում կատարվել են զբոսաշրջային և պատմամշակութային վայրերի, հանրային օգտագործման տարածքների, թաղամասերի, բակերի ու փողոցների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ, լվացվել են համայնքի բոլոր հուշարձաններն ու ցայտաղբյուրները։ Մաքրման ու բարեկարգման աշխատանքներից զատ համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությամբ իրականացվել են ծառերի և ծաղիկների տնկման լայնածավալ աշխատանքներ, որոնք Սիսիան համայնքին են նվիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանը և Նոյլենդ ՍՊԸ-ն։ Համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությամբ ձեռք է բերվել թվով 50 նոր մեծ աղբաման, որոնք ըստ անհրաժեշտությամբ տրամադրվել են Սիսիան համայնքի Ախլատյան, Տորունիկ, Նժդեհ, Ցղունի և Դաստակերտ բնակավայրերին, ինչպես նաև Սիսիան քաղաքին։ Երբևիցե աղբահանություն չիրականացված հեռավոր բնակավայրերում ներկայումս Սիսիան համայնքի բնակարանային կոմունալ տնտեսություն ՀՕԱԿ-ի աշխատակիցների կողմից հավուր պատշաճի կազմակերպվում են աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները։
Ակտիվ համագործակցության արդյունքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Սիսիան համայնքին է նվիրել թվով 50 նոր փոքր աղբամաններ, որոնք ըստ անհրաժեշտության փոխարինվել են Սիսիան քաղաքի հրապարակում, կենտրոնական փողոցներում եւ զբոսայգիներում տեղադրված հին ու մաշված աղբամաններին։ Մոտ օրերս Սիսիան համայնք կբերվի 8 հատ մեծ երկաթյա եւ 16 փոքր նոր աղբամաններ։ Համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանի ցանկությամբ ու նախաձեռնությամբ բերվել եւ Սիսիան քաղաքի կենտրոնական փողոցների կանաչ գոտիներում տնկվել են հազարավոր նրբերանգ ծաղիկներ, որոնք կարճ ժամանակահատվածում քաղաքը դարձրել են ավելի գեղեցիկ, գունեղ եւ խնամված։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում տեղադրվել է հուշաքար՝ ի նշան Սիսիան Մոնտելիմար քույր քաղաքների բարեկամական հարաբերությունների։ Բարեկարգվել եւ ծառատունք է իրականացվել Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի կանաչապատ տարածքներում։ Կատարվել է միջքաղաքային ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ։ Ուշադրություն դարձնելով սանիտարական մաքրությանն ու բարեկարգմանը, Հովսեփ Արաքելյանի կարգադրությամբ ժամանակ առ ժամանակ իրականացվում են ինչպես Սիսիան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային հատվածների, այնպես էլ բնակավայրերի ներբնակավայրային եւ գյուղամիջյան ճանապարհների սանիտարական մաքրման, փոսալցման, խճապատման, հարթեցման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացնում են Սիսիան համայնքի տրանսպորտ եւ Սիսիան համայնքի բնակարանային կոմունալ տնտեսություն հուակները։ Համայնքի միջոցներով վերակառուցվել են տասնամյակների ընթացքում քայքայված 1100 մետր ընդհանուր երկարությամբ որոտնավան եւ տոլորձ բնակավայրերի կոյուղագծերը։ Տեղի է ունեցել քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում» հանուն տեղական զարգացման հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության համաֆինանսավորման ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Սիսիան քաղաքի հասարակական արտադրական նշանակության շենք-շինությունների կայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող մեքենաների համար իրականացվել են համապատասխան նշագրումներով տեղհատկացումներ։ Սիսիան համայնքի բնակարանային կոմունալ տնտեսություն հոակի աշխատակիցների կողմից պարբերաբար կատարվել են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների լվացման աշխատանքներ։ Սիսիան համայնքի տրանսպորտ հոակի կողմից Սիսիան քաղաքում եւ Սիսիան համայնքի բնակավայրերում ջրցան մեքենայի միջոցով մշտապես կատարվել են ճանապարհների լվացման եւ մաքրման աշխատանքներ։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով ներկվել եւ բարեկարգվել են Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում տեղադրված նստարանները եւ Սիսիան քաղաքի գլխավոր կամրջի մետաղյա բասրիկները։ Հովսեփ Արաքելյանի հետևողական աշխատանքի եւ ներդրած ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել Նարդոս 5 բնակիչների երկար տարիների երազանքը։ Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Նարդոս 5 բազմաբնակարան շենքի բակային հատվածը վերջապես ասֆալտապատվել է, ստանալով նոր, գեղեցիկ ու բարեկարգ տեսք։ Շատ շուտով կմեկնարկեն համայնքային սեփականություն հանդիսացող Սիսական 41 շենքի վերանորոգման աշխատանքները, որը հետագայում կծառայի համայնքային ենթակայության կառույցներին։ Համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանի համար մշտապես առաջնահերթ խնդիր է եղել Սիսիան քաղաքի եւ բոլոր բնակավայրերի լուսավորության ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Դրանով պայմանավորված ժամանակ առ ժամանակ հին լուսատուները փոխվում են նոր, ժամանակակից եւ էներգախնայող LED լուսատուներով։ Արդիականացումից զատ ուշադրության կենտրոնում են նաեւ գիշերային լուսավորության տևողությունը։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերջապես լուծվել է տասնամյակներ շարունակ առանց սեփականության իրավունքի բնակվող Շիրվանզադե 6 բազմաբնակարան շենքի բնակիչների տարիների անլուծելի թվացող խնդիրը։ Համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանի նախաձեռնությամբ համայնքային բյուջեով շենքը գնվել է եւ մինչեւ նոր տարի բնակիչներին կհանձնվեն սեփականաշնորհման վկայականները։
Համայնքի ղեկավարի որոշմամբ Սիսիան համայնքի տրանսպորտ ՀՕԱԿ-ի հաշվեկշռում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղտեխնիկաները սպասարկում են Գորայք, Ծղուկ, Ստառնակունք, Սպանդարյան, Անգեղակոտ, Շաղատ, Շաքի, Իշխանասար, Աղիտու, Նորավան, Որոտնավան եւ Լծեն բնակավայրերը, ինչի արդյունքում էականորեն թեթևացել է Սիսիան համայնքի գյուղատնտեսների հոգսը։ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել են Սիսիան համայնքի Վաղատին բնակավայրի տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանի հանձնարարականով մաքրվել եւ բարեկարգվել է 17-րդ դարում կառուցված պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Թումի աղբյուրը։ Հովսեփ Արաքելյանի նախաձեռնությամբ եւ Contour Global Hydrocascade PB-ի աջակցությամբ Սիսիան համայնքի տրանսպորտ եւ Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն ՀՕԱԿ-ների կողմից իրականացվել են Որոտան գետի վրա կառուցված ջրային հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, որը նշանակալիորեն գեղեցկացրել է Սիսիան քաղաքի դիմագիծը։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով համայնքային միջոցներով Սիսիան քաղաքի փողոցներում կատարվել են գծանշումներ, տեղադրվել ճանապարհային նշաններ, որոնք նշանակալիորեն բարեփոխել են Սիսիան քաղաքի երթևեկը։ Սիսիանի համայնքապետարանի, ՏԿ նախարարության եւ Veolia ջուր փակbaşնետիրական ընկերության համագործակցության արդյունքում Սիսիանի Աշոտավան Թասիկ Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի 10 կիլոմետր ճանապարհահատվածի երթևեկելի մասում 3920 մետր երկարությամբ խմելու ջրի նոր խողովակաշար է կառուցվել։ Մեկնարկել են 40 եւ ավել տարիներ անմխիթար վիճակում գտնվող Շահումյան փողոցի սկզբնամասի հիմնանորոգման ու կապիտալ ասֆալտապատման աշխատանքները։ Բնության համաշխարհային հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության արդյունքում մեկնարկել են Արևիս բնակավայրի կամուրջի կառուցման լայնածավալ աշխատանքները։ Հովսեփ Արաքելյանն իր պաշտոնավարման ընթացքում կատարել է բազմաթիվ խորհրդակցություններ, ինչպես համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, այնպես էլ համայնքային ենթակա կառույցների տնօրենների, վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի բնակավայրերի աշխատակիցների, մշակութային եւ գրադարանային գործունեություն իրականացնող մասնագետների հետ։ Հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են եկել մի շարք ներդրումային ծրագրերով։ Համայնքի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում համայնքում տոն եւ հիշատակի օրերին կազմակերպվել են մեծածավալ մշակութային նախաձեռնություններ, որոնք նոր շունչ եւ կենսական թափ են հաղորդել համայնքի մշակութային կյանքին, նպաստելով բնակիչների ակտիվ մասնակցությանը եւ խթանելով համայնքային համախմբվածությանը։ Հովսեփ Արաքելյանի բարձր հովանու ներքո իրականացվել են մի շարք կորպորատիվ միջոցառումներ, ինչպես համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, այնպես էլ համայնքում գործունեություն ծավալող տարբեր կառույցների կոլեկտիվների մասնակցությամբ։